Մեղվապահությունը ուղղակի զբաղմունք չէ, այլ գիտություն, հոգատարություն ու նվիրվածություն։ Եթե չլինի այս ամենը, ապա չի լինի ոչ մեղր, ոչ մեղու։ Մեղվի փեթակը նման է մի մեծ ընտանիքի կամ թագավորության, որտեղ յուրաքանչյուր միջատ ունի իրեն տրված աշխատանքը, ու այս ամենին պիտի գումարվի մարդու հսկողությունը։ Յուրաքանչյուր մեղվա ընտանիք կարող է հիվանդանալ տարբեր հիվանդություններով, կարող են ներխուժել տարբեր միջատներ, որոնք կվնասեն ու կոչնչացնեն ամբողջ ընտանիքը, այդ իսկ պատճառով էլ հարկավոր է մեծ գիտելիք այն պաշտպանելու համար։ Կարմիրները, կարշնորները այդքան իրենց ակիրն են։ Ես ծնվել եմ, արդեն ես 65 տարեկան եմ, ես ծնվել եմ ուրեմն 4-5 տարեկան են, մենք ունեցել ենք մեղու։ 60-65 տարեկան արդեն մեր տունը այս մեղուն եղել է ու կա։ Մեղվի ընտանիքը շատ հետաքրքիր ընտանիք է, շատ հետաքրքիր կազմվածք ունի։ Մերը կյանքում ծնվել են էլ դուրս կերտա, մի անգամ բեղմնավորման շրջանը մի անգամ եմ դուրս կերտա ու կաբրի մոտավորապես 3-4 տարի, կնաղաբրի 5 տարի, բայց edef կային իրեն արդեն ձվադրության այդ թույլ մոմենտը, քիչ կձվադրի ընտանիքը չի ուժեղնա, լավ մերը ընտանիքը գուժերցնե 2 տարի, 3 տարի, մեղուն կաբրի սեզոնի ժամանակ հենց բերքի այդ մոմենտին 30-ից 35 օր ձմեռվա փեթակը կաբրի 5-ից 6 ամիս, 7 ամիս, ոչ ավել։ Մեղվապահի աշխատանքը որ մարդիկ կսեն շատ հեշտ աշխատանք է, ոչ, լավ կսխալվի։ Մեղվապահի աշխատանք իհարկե մեղվապահի մասին է խոսքը, ոչ թե ինչ որ շատ ծանր աշխատանք է։ Ամենակարևորը պիտի հասկանաս մեղվին լեզուն, պիտի հասկանաս թե այդ մեղուն ինչ կուզե քեզնին, հասկանաս կը։ Եթե սովորական գուրը պիտի դանես այստեղ, ուսես որ ես մեղվապահ եմ, ոչ, դա սխալ է։ Առաջերտին ես կպատկերացնեմ, որ անձամբ մեղվապահի համար շատ դժվար է ու մեղվապահն աշխատի, տանջվի գա, արևին աշխատի, քամուն աշխատի ու բիրդան արդյունքի չի հասնի։ Ամենաառաջի դժվարությունն այդ է։ Իսկ ամ մեղվին աշելը, ասենք հնակություն չէ, ամեն օր նույն մեղուն բաց, փագե, աստուգե մեջը, հսկայական ծանր գործ է։ Ու ես այսման կպատկերացնեմ, եթե դու կսիրես այդ գործը, քեզ համար դա դժվարություն չէ։ Եթե դու չես սիրե ու կենես իբր ենելու համար, ոչ, իդե ոչ արդյունք կա, ոչ ինչ որ չեմ պատկերացնել։ Բայց ես ինձ համար սիրելի ես գործը շատ մեծ հաճույքով ես կենեմ ոչ տեսենք թե ճիշտ է ամենավերջի դեպքում քո արդյունքը դե որ ինչ արդյունքի հասցար ինչ էր թեգուզ նույնիսկ այդ տարի արդյունքի չես ասի բայց որովհետեւ դու չկադրվես այդ գործեն ինձ համար սիրելի ամեն անգամ ամեն րոպե մեղվապահությունը։ Բոլորս գիտենք, որ Ջավախյան մեղրը աչքի է ընկնում իր համային որակով ու համարվում է դեղամիջոց։ Ալպիական մարգագետինների բազմահազար ծաղիկների նեկտարից պատրաստված մեղրը սիրում ու օգտագործում են բոլորը։ Ջավախքում մեղվապահությունը զարգացած է եւ ամենահամեղ մեղր ես կասեի դա Ջավախքի մեղրն է։ Միշտ էլ գնում ենք, օգտագործում ենք, մեր ծաղիկները շատ ուրիշ են, ախրքալակի մեջից, գյուղերից փետակները բերում դնում էին դիլիֆի սարերը եւ շատ էր մեր ծաղիկները մեր սարերում շատ են տարբեր ձևի ծաղիկներ եւ շատ համով մեղրեր են հիմնականում ես կասեի որ մեր Ջավախքի մեղրը տանում են մինչև Ռուսաստաններ տանում են Վրաստանի խորքեր Հայաստան որովհետեւ գիտեն որ մեր ալպիական գոտի է մեր ծաղիկները շատ լավ են եւ մաքուր մեղր է գինն էլ ոչինչ համեմատական լավ է 30 լարի 25 լարի 35 նայած լավ է ես օրինակ միշտ արել եմ միշտ օգտագործել եմ եւ շնորհակալ եմ լավ է այս ամենին զուգահեռ այն ունի բարձր արժեք այնպես են մտածում շատերը բայց բնակիչների հետ հարցազրույցում լսեցինք մեկ գեղեցիկ արտահայտություն մեղուն կտրում անցնում է հազարավոր կիլոմետրեր որ հավաքի նեկտարը անմահական մեղր ստանալու համար միթե չարժի այն 25-ից 35 լարի Ջավախքի անուշաբույր մեղրը միշտ գոհացրել է յուրաքանչյուր հաճախորդի անգամ հատուկ այլ երկրներից քուքանոր Ջավախքի անարատ մեղրը տանին մեղրը ունի իր յուրահատուկ բուժման ծեսը
Օգտակար է ամեն ինչուն, կամ մարդիկ, որ ասենք ալերգիա ունին այդ մեղրից, որ ալերգիա ունի, բնականաբար հակացուցված է նման մարդուն, իսկ ում որ չէ, շատ հաճույքով կօգտագործե եւ իրեն ամենաառողջարար սնունդներից մեկն է։ Մեղրն ու կակալը խառնեք իրար կօգտագործեն հիշողության համար։ Մեղրը շատ բուժումներ ունի իր մեջ, գերնա շատ բաներ չգիտեմ, բայց ինչ կանոր որ ես տեղյակ եմ, մեղրը ունի իր յուրահատուկ համը եւ յուրահատուկ բուժման process-ը։ Իսկ մեր մոտ Ջավախքում շատ քիչ կան մեղրաբուծարան, որը շատ վատ է, ավելի լավ գրի ավելի շատ ծավալվիր, հատուկ ֆերմա բացվիր դրա համար, որովհետև մեր մոտ մեղրը շատ համով է, որովհետև ինչու է համով, բնական ծաղիկներից են սնվում։ Մեր մոտի բնությունը շատ հիանալի է, հատկապես մեղրի փեթակների համար։ Դրա համար պետք է մեղրաբուծությունը ոչ թե քչացնել, այլ շատացնել, որովհետև մեղրը յուրաքանչյուր թե երեխայի, թե մեծահասակի շատ օգտակար բաներ ունի մեջը։ Ըստ ինձ յուրաքանչյուր ապրանք ունի իր արժեքը, իր գինը, բայց եթե մեղր դի առնես, գանին չաշեսնի, որովհետև մեղրը ունի իր յուրահատուկ համն ու հոտը։ Մեղվապահները մեղվի հետ աշխատում են համարյա ողջ տարին, սկսած գարնան արեգակի առաջին շողերից մինչև աշնան վերջին օրերի մայրամուտը։ Նրանց համար մեղվապահությունը հոգատարություն է, իսկ մեղրը դեղամիջոց բոլոր հիվանդությունների համար։